Հետաքրքիր նորություն սիրված դերասաններ Գևորգ Գրիգորյանի և Ռոզա Ավետիսովայի մասնակցությամբ նրանք միասին հանդես են գալիս նոր և խոստումնալից նախագծում, որը կրում է «Սե լավի» խորագիրը։ Այս սերիալը դեռ սկզբից ուշադրություն է գրավել ոչ միայն դերասանական կազմով, այլ նաև ստեղծագործական թիմով։ Սցենարի հեղինակը տաղանդավոր Անի Մաղաքյանն է, ով հայտնի է իր զգացմունքային և միևնույն ժամանակ կյանքի իրականությանը մոտ պատմություններով։ Նրա ստեղծած սյուժեները հաճախ շոշափում են մարդկային հարաբերությունների բարդ կողմերը՝ սիրո, դավաճանության, ընտրության և ճակատագրի թեմաները։ Նախագծի պրոդյուսերը Ինա Խոջամիրյանն է, ով արդեն ունի հաջողված նախագծերի փորձ և հայտնի է իր յուրահատուկ մոտեցմամբ։ Նրա ղեկավարությամբ «Սե լավին» խոստանում է լինել ոչ միայն գեղեցիկ նկարահանված, այլ նաև խորքային և հուզիչ պատմություն։ «Սե լավի» նախագիծը բաղկացած է 10 մասից, ինչը նշանակում է, որ պատմությունը կլինի խտացված, դինամիկ և առանց ավելորդ ձգձգումների։ Յուրաքանչյուր սերիա նախատեսված է հանդիսատեսին պահել լարվածության մեջ՝ բացահայտելով նոր գաղտնիքներ ու զարգացնելով հերոսների կերպարները։ Ինչ վերաբերում է դերասաններին, ապա Գևորգ Գրիգորյանն արդեն վաղուց հաստատել է իր տեղը հայկական կինոարվեստում՝ հանդես գալով տարբեր ժանրերում և ցուցադրելով բազմակողմանի խաղ։ «Սե լավի» 10 մասանոց նոր սերիալը խոստանում է շատերին անտարբեր չթողնել։ «Բրավո AM»-ը հանդիպել էր գլխավոր դերակատարներ Մանե Մխոյանի, Տաթև Հովակիմյանի, Ռոզա Ավետիսովայի, Մարիամ Ադամյանի, գաղափարի հեղինակ և պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ։ Ամեն ինչ գաղափարից է սկսվում, ինչպես «Սե լավի» միտքն առաջացավ ու ոնց այն իրագործեցիք «Բրավո AM»-ի հաղորդավարուհու տված հարցին պատասխանել էր Իննան. «Կինն ինքն իրենով մեծ գաղափար է, բայց նրա կյանքում պիտի համապատասխան իրադարձություններ տեղի ունենան, որ համարձակություն և իմաստություն ունենա կնոջ մասին խոսելու։ Սերիալի հիմքում իրական պատմություններ են և անձնական, և անանձնական։ Եվ ինչ հանգամանքներ ստեղծվեցին, որ որոշեցիր դրանք իրականացնել։ Գաղափարը վաղուց կար, բայց չգիտեինք ինչպես իրագործել։ Մի քանի նախագիծ արել էինք, բայց սրան չէինք էլ մոտեցել։ Մի օր Թայլանդից զանգեցի Անի Մաղաքյանին ու ասացի՝ վերադառնամ սկսենք սցենարը գրել։ Եվ 2024-ի դեկտեմբերի 31-ին սցենարական աշխատանքներն ավարտեցինք ու Մաղաքյանի հետ նոր տարի նշեցինք։ 2025-ի հունվարից աստիճանաբար անձնակազմն ու դերասանական խումբը հավաքվեց։ Երկար ճանապարհ ենք անցել, առհասարակ ցանկացած կնոջ ճանապարհն է շատ երկար, պարզվեց ոչինչ հեշտ ու կարճ չի լինում։ Սերիալի բովանդակությանը ծանոթանալուց հետո ինձ մի քիչ թվաց, որ հայկական սեքսը մեծ քաղաքում եք ստացել։ Այնտեղ սցենարիստների օգտագործած բազմաթիվ դրվագներ ու դեպքեր վերցված են իրենց կամ իրենց ծանոթ կանանց կյանքից։ Դուք ինչ նախատիպերից եք օգտվել։ Պատմություններն իրական դեպքերի և հիմքերի վրա են ու արտացոլում են տիպիկ երևանյան իրականությունը, բայց սխալ կլինի ասել, թե կոնկրետ ում կյանքից կամ ինչ իրադարձություններից ենք քաղել։ Վստահ եմ, որ այս նախագծում 10 կնոջից առնվազն 3-ը իրենց կգտնեն, որովհետև սյուժեում մենք թաքցրել ենք կամ չենք թաքցրել պատմություններ, որոնք առնչվում են մեր կանանց։ Դրանց մասին մեծապես չի բարձրաձայնվում, բայց դրանք շատ կարևոր են կնոջ համար։ Սերիալին նվիրված գրքույկում գրված է գրավիչ պատմություն, որը ստեղծված է կանանց կողմից տղամարդկանց համար, ինչ են նրանք նորովի իմանալու կանանց մասին։ Ռոզի Ավետիսովան պատասխանել է. «Առաջին հերթին էսթետիկ հաճույք կստանան։ Ընթացքն էլ է այդպիսին եղել։ Գեղագիտության մթնոլորտում հաճույք ենք ստացել ու ստեղծել մեր հերոսուհիներին։ Սերիալի շնորհիվ խելացի տղամարդիկ նախ կմտածեն, որ իրենց ցանկացած քայլ, խոսք և ներկայություն մեր կյանքում ճակատագրական առումով շատ բան է փոխում։ Բոլորիս կերպարներում էլ կա այդ գիծը։ Մեր կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու անկարևոր տղամարդու հայտնվելը հետք է թողնում, ինչից հետո ինչ-որ կերպ ծռվում ու փոխվում ենք։ Խելացի տղամարդիկ նաև կհասկանան, որ մենք իրենց պատկերացրած պարզունակ ու նյութական արարածները չենք։ Բայց այս նախագիծն առաջին հերթին կանանց համար է։ Մանեն շարունակել է. որովհետև խոսում ենք բոլոր հարցերի մասին, որոնց կանայք կյանքի տարբեր փուլերում բախվում են, բայց հաճախ իրենք չեն խոստովանում։ Կանանց ներքին ձայնն ենք։ Տաթև նախագիծը տղամարդկանց կստիպի միշտ մի փոքր դադար տալ ու մտածել կնոջ զգացմունքների մասին։ Երևի տղամարդիկ կսկսեն կնոջ զգացմունքներին ավելի մեծ ու խնամքով վերաբերվել։
Խոսենք ձեր կերպարներից՝ Սերինեից, Լանայից, Վիկայից, ինչպիսի՞ն են նրանք ու ոնց հայտնվեցին ձեր կյանքում։ Ունենք նաև Կիմային ու Լիային։ Նա իմ բարի տերն է, որտեղ աղջիկները սովորաբար սիրում են հավաքվել, ժամանակ անցկացնել ու մի քիչ բան բասել։ Պատմեմ, թե ինչ մոդելով ենք հավաքել հերոսուհիների ողնաշարը։ Սերինեն մարզից եկած աղջիկ է և բնակվում է Երևանում։ Նրա ծնողների համար կարևորն այն է, որ իրենց աղջկա կողքին լինի տղամարդ, որը կամուսնանա նրա հետ։ Ընտանիքի համար առաջնայինը կուսությունն է, ինչը մեծ կոնֆլիկտ է ստեղծել այս աղջկա կյանքում։ 30 տարեկան է, դեռ ծնողներից սեպարացված չէ և չգիտի, թե ինչ է ուզում։ Լաննայի խորքային կոնֆլիկտները նույնպես գալիս են ընտանիքից։ Ապրում է իր չուզած տղամարդու հետ, ինչի հետևանքով ավելի շատ խնդիրներ են ծնվում։ Հաճախ հասարակությունն այդ ամենը հաշվի չառնելով առաջինը մեղադրում է կնոջը։ Վիկան մեծ, դառը փորձով և հոգեկան շատ տրավմաներով կին է, որոնք իբր կարողացել է հաղթահարել, բայց իրականում դրանք փախուստի լավ տարբերակներ են եղել։ Թվյացյալ ամենաազատ կինն է, բայց երևի թե ամենաանազատն է։ Կիման մեր հայկական իրականությունում կնոջ ամենադասական օրինակներից է, թե ինչ է նրանից ուզում և ինչպիսին պիտի լինի։ Նա 3 բալիկ ունի և 4-րդով հղի է։ Սա սեռով պայմանավորված հղիությունների մեծագույն խնդիրն է։ Կին է, ով վերջին 8 տարվա ընթացքում 4 անգամ հղիացել է և չի տնօրինում սեփական մարմինը։ Բոլոր հերոսուհիներն էլ աշխարհի հետ կռիվ ունեն և փնտրտուքների մեջ են։ Ի վերջո, նախագիծը նրա մասին է, թե ինչի մեջ է ամփոփվում կնոջ երջանկությունը, որտեղ է այն, ինչ է կինը փնտրում և ինչ է ազատությունը նրա համար։